168-ի հարգելի հետևողներ, բողոքի ակցիան քաղաքացիները այստեղ կանգնած որոշեցին շարունակել։ Ճանապարհը կես ժամալ կապում ենք, մեր բողոքի ակցիան արտահայտենք, դրանից հետո արդեն միասին կորոշենք ինչ ենք անում։ Թող դեր բակալին առե, ոչ մի խնդիր չկա, նշանակա։ Բայց ոստիկանները սկսել է բակալը։ 168-ի հարգելի հետևողներ, քաղաքացիները որոշեցին ամեն դեպքում ճանապարհը փակել, բայց ոստիկանները շարք են կազմել, ավելի վաղ ոստիկանությունից նշեցին, որ թույլ չեն տա այլոց տեղաշարժի իրավունքը խափանվի, ասացին, որ հանրային շահ է խոչընդոտվում, այստեղով շտապօգնության մեքենաներ են անցնում, ամեն դեպքում մյուս կողմից էլ շեշտում են, որ այստեղ եւս հանրային շահի հարց է եւ պահանջը շարունակում են պնդել։ Մի քանի հոգով փաստորեն որոշումը կայացվեց եւ այս պահին քաղաքացիների մի մասը փակել է ճանապարհը։ Հայ68-ի հարգելի հետևողներ, Ռոման Երիցյանը եւ Տիգրան Ուլուբաբյանը նշեցին, որ թեև գոհ են քննչական կոմիտեի ղեկավարի հետ հանդիպումից, ամեն դեպքում իրենց ուզող հարցերի պատասխանները չեն հնչել, հետևաբար պետք է նաեւ այս քայլով փորձեն բողոքի իրենց ձայնը բարձրացնել, նշեմ, որ որոշվել է, որ ընդամենը կես ժամ են փակելու ճանապարհը։ Օրենքը խախտած ոստիկանները պետք է ձերբակալվեն։ Ինքերը կար ձերբակալության համար։ Շտապօգնության մեքենաներին ճանապարհ են տալիս, որպեսզի անցնեն շտապօգնության մեքենաները։ Հայ68-ի հարգելի հետևողներ, շարունակում ենք ուղիղ հեռարձակումը, այս պահին քննչական կոմիտեի հարակից հատվածը, ճանապարհահատվածը փակ է, այս կերպ են բողոքի ակցիայի մասնակիցները փորձում իրենց ձայնը լսելի դարձնել։ Շնորհակալություն։ 10 րոպե կապ պահում ենք մեր բողոքի ակցիան արտահայտում։ 10 րոպեից մենք ընդհանրապես Կարծեք պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ոստիկանության հետ բողոքի ակցիան իրականացնել։
Եվ ոստիկանությունը խոստացավ անվտանգ ապահովել, անվտանգություն ապահովել ակցիայի համար։ Հարվածնը թեմի հարգելի հետևողներ։ Իմ արժանապատվության հետ խաղան, իմ պատի հետ խաղան, ինձ հետ գործնելու ինչ ունեմ։ Մենք գործում ենք միայն օրենք։ Թեմի հարգելի հետևողներ, նշենք, որ այսօր լրացուցիչ հարցաքննության էր կանչվել Տիգրան Ուլուբաբյանը, Ռոման Երիցյանը հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործով օբյեկտիվություն չի տեսնում, որովհետև մինչև հիմա որևէ ոստիկան ձերբակալված չէ եւ հենց այս պատճառով նրանք որոշեցին նաև բողոքի ակցիա իրականացնել, փակել ճանապարհը, ինքնաբուխ ակցիա իրականացնել, այս կերպ լսելի դարձնելով իրենց ձայնը։